Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Բարև ձեզ։ Առաջին եթերում մանրամասներն են, ձեզ հետ է Դավիթ Ստեփանյանն, այսօր իմ հյուրն է, որը ինձ միացել է տեսակապով, հայկական խորհրդի փորձագետ Սամվել Մելիքսեթյանը։ Բարև ձեզ, պարոն Մելիքսեթյան։ Բարև ձեզ։ Շատ խոսվեց վարչապետ Փաշինյանի այցի մասին Մոսկվա, հետքերով բավականին երկար վերլուծություններ տեղի ունեցան, ձևավորվեցին։ Ինձ այս ամենում ամենաշատը անկեղծ ասած հետաքրքիր է երկաթուղու հարցը, եւ որքանով ես հասկանում եմ, երկաթուղու հարցը ըստ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է, բայց ինքը մերժում է ստացել եւ Ռուսաստանը կարծես թե չի պատրաստվում կոնցեսիոն պայմանագրից հրաժարվել։ Եթե Ռուսաստանը չի հրաժարվում կոնցեսիոն պայմանագրից, իսկ վարչապետ Փաշինյանի բնորոշմամբ Հայաստանը ունի լծակ, պայմանագիրը կարող է միակողմանի խզել, բայց այդպիսի ծրագիր չունի։ Հնարավոր լուծումը ո՞րն է ձեզ, ընդհանրապես լուծում կա եւ եթե իրավիճակը մնա այսպիսին, ինչպիսին այսօր է, ինչ ռեպուտացիոն, իմիջային, ֆինանսական, տնտեսական կորուստներ կարող է ունենալ Հայաստանը հաշվի առնելով այն նախագծերը, որոնք կարծես թե կան թղթի վրա, բայց հողի վրա դեռ չեն իրականանում։ Խնդրեմ։ Այո, մենք կարծում եմ ռուսական կողմի հայտարարություններից հստակ կարող ենք հասկանալ, որ ռուսական կողմը պատրաստ չէ կոնցեսիան սիճել եւ դա շատ պարզ է Ալեքսեյ Ավերչուկի, փոխ վարչապետ Ռուսաստանի Դաշնության վարչապետի շատ ծավալուն հարցադրույցից, որ ինքը տվել է 10 լրատվականին։ Ես կարծում եմ այնտեղ հիմնական թեման հենց կոմունիկացիաներն են եւ հենց նաև կոնցեսիաներ երկաթուղիների եւ այնտեղ նաև կոնցեսիայի վերցնումը կամ վերադարձը Հայաստանի կառավարությանը դիտարկվում էր որպես ռուսական բիզնեսին եւ ռուսական շահերի դեմ քայլ եւ ակնարկվում էր, որ համապատասխան քայլեր կարող են ձեռնարկվել նաև հայկական բիզնեսի դեմ Ռուսաստանում, չմանրամասնելով ինչ են հասկանում հայկական բիզնեսի դեմ։ Դա միայն այն ակտիվությունը տնտեսական, որ կա Հայաստանի տնտեսվարների եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ, թե նաեւ էթնիկ հայերին են դրատակ հասկանում, այսինքն այն մարդկանց, որ ընդհանրապես ցանկումով են հայ, բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում եւ ունեն ռուսական անձնագիր, որը նաեւ կարեւոր է աստորեն Վլադիմիր Պուտինի համար։ Հետևաբար ես կարծում եմ այս հարցը այս փուլում լուծում չունի, այսինքն նախընտրական փուլում ոչ հայկական կողմը, ոչ ռուսական կողմը կտրուկ քայլեր չեն ձեռնարկի, Ռուսաստանը նշում է իր, այսպես ասած, կարմիր գծերը այս հարցում, բայց դրանից հետո ինչ զարգացումներ կլինեն, կարծում եմ այդ զարգացումները միայն կոնֆլիկտային կարող են լինել եւ այս սպառնալիքները, որ հնչեցվել են, նաեւ դրա մասին են հուշում, հետեւաբար հայկական կողմը պետք է ինչ-որ լուծումներ գտնի, եւ մտածի ինչպիսին են այդ լուծումները։ Կարծում եմ, իհարկե մենք ունենք, գիտեք, նաև մեխանիզմներ վերցնելու կոնցեսիան ու վատագույն դեպքում իմ հիշելով 2024 թվականին այն փոխհատուցումը, որ Հայաստանի կառավարությունը եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է վճարեին Հարավկովկասյան երկաթուղուն 273 միլիոն դոլար էր, բայց դա այն դեպքում, եթե ուղղակի ինչ-որ առանց հիմքերի, առանց խախտումների վերադարձ է կոնցեսիայի, եթե նման խախտումներ եւ այլ փաստեր գտնվեն եւ նաեւ միջազգային արբիտրաժի դուք գիտեք մեխանիզմ կա այնտեղ Փարիզի առևտրային պալատում այդ հարցը կարող է քննարկվել եւ սա կարող է ենթադրել շատ ավելի փոքր փոխհատուցում, քանի որ այդ խախտումները ակնհայտ են եւ այդ խախտումները մի քանիսն են, Որ ճանապարհով մենք կգնանք ու ընդհանրապես ինչ զարգացում կլինի հայ-ռուսական հարաբերություններում, իհարկե շատ հետաքրքիր է։ Ես կարծում եմ այն հայտարարությունները, որ հնչեցին Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում, դրանք ուղղված են առաջին հերթին հենց Հայաստանի բնակչությանը, ընտրողներին եւ նաեւ իհարկե Ռուսաստանի հայերին, մասին, որոնք նաեւ այդպիսի իրավունքներ ունեն, եւ
սա ես կասեի վերջնագրի նման ինչ-որ մի բան էր, որպեսզի Հայաստանը, հանրությունը մտածի ինչ ընտրություն է ինքը կատարում, հա, եւ այդ ընտրությունը ինչ գին կունենա Հայաստանի համար։ Իհարկե այստեղ կա շանտաժի լեզու, որ կիրառվում է Ռուսաստանի կողմից, վախեցնելու, այսպես ասած, նաեւ միտումներ, բայց այն որ երկար, այսպես ասած, ազդակներից, ինչ-որ սալավյովներից կամ այլ մակարդակի հայտարարություններից, որոնք նաեւ մեզանում մեկնաբանվում էին որպես պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը չարտացոլող դիրքորոշում, եւ մենք արդեն ամենաբարձր մակարդակով լսեցինք այն, ինչ նախկինում լսում էինք այլ մակարդակներով կամ չենք դիտարկում որպես Մոսկվայի դիրքորոշումը, հա։ Ես կարծում եմ սա շատ հետաքրքիր է իհարկե այս զարգացումը եւ նաեւ կարծում կարեւոր է, որ հայկական կողմը պետք է հասկանա, որ ինքը պետք է ունենա արդեն իսկ մշակված ինչ-որ պլաններ, պլան B, C, D-եր, որովհետև այն ինչ հնչեցվել է, կա որոշակի հավանականություն, որ զրոյական, որ այս սպառնալիքները կարող են իրագործվել եւ Հայաստանը պետք է պատրաստ լինի այդ ամենին։ Օվերչուկը նաեւ հայտնի հարցազրույցում դժգոհել է եւ բողոքել է, թե հայերի հետ մի բան ենք պայմանավորվում, բայց գործնականում տեսնում ենք բոլորովին այլ բան, նկատի ունենալով, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը նախ դիմել ռուսներին կառուցել երկաթողու երկու հատվածներ Ադրբեջանի եւ Թուրքիայի ուղղությամբ, իսկ դրական արձագանքից հետո այլ առաջարկ արել։ Հիմա Օվերչուկը հարցնում է, ինչու հրավիրել Ռուսաստանին վերականգնել այս երկաթգծերը, եթե դուք չեք տեսնում դրա շարունակական մասնակցությունը տարածաշրջանում Ռուսաստանի տրանսպորտային կապի զարգացմանը։ Այլ բան ասելը եւ մեկ այլ բան անելը համաձայնեք հարաբերությունները զգացնելու լավագույն միջոց չէ։ Հիմա հարց է առաջանում, արդյոք իմ մոտ տպավորություն է, որ ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը դիմելով ռուսներին եւ խնդրելով այդ երկաթգծի ճյուղերը վերականգնել, հույս ուներ, որ նրանք մերժելու են։ Ինձ մոտ այդպիսի տպավորություն կա, դուք ինչպես եք կարծում։ Ես կարծում եմ, իհարկե, եթե դա չլիներ, հաջորդ քայլը շատ անտրամաբանական կլիներ, կարծում եմ դուք ճիշտ եք եւ ակնկալիք կար, որ ռուսական կողմը ինչ-ինչ պատճառներով դա չի անի, բայց ռուսական կողմն էլ հասկանում էր, որ դա վերջին ակտիվներից է, որ ինքը ունի Հայաստանում եւ եթե դա չանի, դա շատ ավելի մեծ վնաս է տալու իրեն եւ նաեւ ֆորմալ պատրվակ է տալու, որպեսզի կոնցեսիայի հետ կապված ինչ-որ այլ զարգացումներ լինեն եւ այն դրական նաեւ պատասխանը, որ կա ռուսական կողմից, մենք հիմա չենք տեսնում ակտիվ գործնական քայլեր, հա, կա ժամանակ ձգելու մարտավարությունը, կարծում եմ մինչեւ ընտրությունները շարունակվելու է, որովհետեւ գուցե հույս կա, որ ընտրություններից հետո այս թեման շարքից դուրս կգա եւ ավելի բարենպաստ լուծումներ կարող են լինել ըստ ռուսական կողմի իրենց համար, բայց իհարկե ես կարծում եմ մենք այս իրոք անկեղծության խնդիր ունենք, եթե ցանկանում ենք, որ կոնցեսիայի պայմանագիրը եւ խախտումներ են գտնում եւ այլն եւ նա հստակ հասկանում ենք, որ ռուսական կողմը միջոցներ եւ կարողություններ չունի վերականգնել նույն ասենք Իջևան բազարը, հա, ապա պետք է ինչ-որ շատ ավելի առարկայական զրույցի սկզբանե հա ունենալ ռուսական կողմի հետ եւ հասկանալ մենք ինչ ենք ուզում եւ ինքը մեզ հստակ ինչ կարող է առաջարկել, ինչ ժամկետներում կարող է առաջարկել եւ ինչքանով են այդ ժամկետները եւ առաջարկները բավարար մեր պահանջներին, որովհետեւ իսկապես այս խնդիրը կա, մենք տարածաշրջանային կոմունիկացիաներից հետ ենք մնացել, ինչքան էլ Օվերչուկը չգովի, որ ռուսական կոնցեսիայի շրջանում աճել է բեռնափոխադրումների արագությունը, ինչ ներդրումներ են արվել, օբյեկտիվ խնդիրներն են նշում, որ իսկապես կան, բայց եթե այդ պայմաններում դրանից ավել ռուսական կողմը պատրաստ չի անել, այնինչ ինքը պատրաստ է անել, հիմա բավարար չէ մեզ, եւ այս գոտիները իրականում պայմանագրի արդեն իսկ կոնցեսիոն պայմանագրի մեջ կային, օրինակ այնտեղ մտնում է Իջևան Ղազախ հատվածը, Դիլիջան-Իջևան հատվածը, հա, որը չէր շահագործվում եւ պարզ չէ ինչ է ենթադրում, եթե ինքը մտնում է, եթե այս պայմանագրի 9-րդ կետի իմ հիշելով ռուսական նաեւ կողմը Հարավկովկասյան երկաթուղին պարտավոր է վերականգնել իր ակտիվները եւ ակտիվների մեջ մտնում է այդ հատվածը, ապա
ինչու չեն մինչև հիմա դա արել, ինչու որևէ պարտականություն չկա այդ հատվածների նկատմամբ եւ բարձ է որ այն ներդրումը որ իրենք նաեւ բերել են ուղղակի անբավարար է որպեսզի այդպիսի բարդ հատված վերականգնի հետեւաբար այս դասական ես կասեի Ռուսաստանի հետ իրավական պայմանագրերի հիմքերը որ մենք ունենք բավականին փնթի են արված եւ եթե նույնիսկ փնթի չեն արված մենք ունենք պրակտիկ իրագործելիության խնդիրը միշտ եւ բարձվում է որ ասենք ռուսական 97 թվականի բարեկամության մասին այդ պայմանագիրը այդքան անորոշություններ ունի եւ բարձ չէ ջերմուկը Հայաստանում է կամ Վարդենիսը Հայաստանում է թե չէ դա 22 թվականի այդ իրադարձությունների մասին որ խեղաթյուրվեց նաեւ Վլադիմիր Պուտինի խոսքում ու կարծում եմ նաեւ հայկական կողմը պատշաճ պատասխան չտվեց որ Հայաստանը դիմել էր ապկորձ Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված, ինչը փորձում են հիմա մեզ դա ներկայացնել, ընդ որում բոլոր միջազգային ԶԼՄ-ները, որտեղ ես անդրադարձվեց այդ թեմային, նույնպես սխալ էին ներկայացրել այս թեման, իբր ապկը չէր օգնել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հարցում, եւ սա է պատճառը, որ Փաշինյանը ընդունել էր Պրագայում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հոկտեմբերի 22 թվականի եւ որ 22 թվականի սեպտեմբերին եղել էր հարձակում Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ եւ ջերմուկ Վարդենիս քաղաքները բարձր որ Լեռնային Ղարաբաղում չէին եւ այս սուտը որ կրկնում է նաեւ ռուսական իշխանությունները եւ որը տարածվում է նաեւ միջազգային մեդիաներում ստարիք կա որ շատ հստակ պատասխան լինի հա ոչ Լեռնային Ղարաբաղը ջերմուկի Վարդենիսի հետ կապ չունի եւ Հայաստանի դիրքորոշումը նույնպես պայմանավորված է հենց այս զարգացումներով նաեւ հապկի նկատմամբ Մի խոսքով այս խնդիրները իհարկե համատարած են հայ-ռուսական հարաբերություններում ու ես կարծում եմ գալու է ժամանակ, երբ որ այն ինչ նշում են մեզ ռուս գործընկերները, որ անհամատեղելի է Եվրամիություն եւ Եվրասիական միության, այսպես ասած, ձգտելը, իսկապես այն մենք չեն կարող դադարեցնել այն զարգացումները, որ ունենք արդեն իսկ Եվրամիության հետ։ Եվ նաեւ Ռուսաստանը պատրաստ չի հարմարվել այդ զարգացումների հետ Հետևաբար մենք պետք է մշակենք մեր այլընտրանքային ծրագրերը գազամատակարարման հարցում, ինչ լուծումներ ենք ունենալու գյուղատնտեսական ապրանքների արտահանման հարցում եւ մարդկանց գյուղացիներին կոմպենսացնելու, եթե ասենք Ռուսաստանը փորձի կիրառել իր լծակները, բոլոր հարցերում պետք է ունենալ այլընտրանքներ, այլ լուծումներ, Եվրոմիության հետ այս թեմաները քննարկել Որովհետև կարծում եմ վաղ թե ուշ մենք այս խնդիրների հետ առնչվելու ենք եւ այն սպառնալիքները եւ կախվածությունները, որոնք մատնանշվեցին, վաղ թե ուշ մեր դեմ օգտագործվելու են։ Սամվել, վերադառնանք կոմունիկացիաների թեմային, որը կարծես թե շատ կարևոր է այս պահին։ Տեսեք, Իրանյան պատերազմը ինչ ազդեցություն է ունեցել եւ ինչ ազդեցություն կարող է ունենալ թրիփ նախագծի ճակատագրի վրա։ Եվ մենք արդյոք կարող ենք մեզ այդ ճոխությունը թույլ տալ, նույնիսկ եթե թրիպը իրականանալու է, սահմանափակվել միայն թրիպով եւ չզարգացնել մնացած կոմունիկացիաները Հայաստանի հյուսիսում, որի մասին խոսվում է, արդյոք սա մեզ համար այն թույլատրելի ճոխություն չէ, եւ արդյոք այդ դեպքում կարելի է խոսել կոմունիկացիաների վերաբացման մասին Հայաստանի համար, որովհետեւ եթե Ռուսաստանի կոնցեսիան մնում է, իսկ Ռուսաստանը միանշանակ շարունակելու է իրեն պահել խոտի վրա նստած շամպես, մենք ուղղակի ստիպված ենք լինելու սահմանափակվել թրիպով եւ այն դեպքում եւ հենց թրիպի հեռանկարները բավականին հեղեղուկ են այս պահին, խնդրեմ։ Ես կարծում եմ բացի թրիպի այդ հեղեղուկ լինելուց Իրանյան կոնֆլիկտի շարունակական բնույթը եւ երկարաձգվելը անխուսափելի ազդելու է նաեւ Ադրբեջան-Նախիջևան կապի վրա եւ բարձ է որ հիմա այս պահին գործող այլընտրանքները իրենք չեն անցնում Արաքսի հովտով ճանապարհները որոնք եղել են խորհրդային տարիներին ասենք տեղ Անգելակոթը, հետո Սիսիանի դեռնացք Նախիջևան ամենակարճ ճանապարհը կամ Երասկով մտնող ճանապարհները, որում Երասկով եթե նույն Ղազախ-Իջևան հատվածը եւ Երասկ-Սադարակ հատվածը բացվի Եթե գալիս ենք Բաքվից, ժամային առումով տարբերությունը հարավային ճանապարհի եւ հյուսիսային ճանապարհի մեջ շատ աննշան է, որը հյուսիսային ավելի բարենպաստ տեղանքով է անցնում, ավելի քիչ լեռնային, հա, հիմնականում հարթավայրային ավտոճանապարհի մասին է, չէ՞։ Այո, խոսքը ավտոճանապարհի մասին է, իհարկե այս պահին կարելի է արդեն իսկ շատ փոքր
ժամանակ աշխատանք անելով բացել երկաթուղային կապը Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև երաստադարակը վերականգնելով հայկական կողմի դա մոտ 1.6 կիլոմետր հատված է, ադրբեջանական կողմում մոտ 10 կիլոմետր, թեև տարբեր բնույթի այնտեղ աշխատանքներ են հարկավոր եւ իհարկե կարծում եմ այս զարգացումները Ռուսաստանի ակտիվությունը շատ կարեւոր ազդակ են, որ պետք է շարունակել այս գործընթացը, պետք է դիտարկել բոլոր հնարավոր եւ արագ իրականացվելիք ծրագրերը եւ տարբերակներ օգտագործել եւ նաեւ հիշեցնել ադրբեջանական կողմին, որ արդեն իսկ պարզ է ինչ օրակարգով կարող է Ռուսաստանը վերադառնալ տարածաշրջան, դա իր դիրքերի ուժեղացումն է, այս ծրագրերում իր մասնակցության ամրագրումն է եւ ազդեցության ուժեղացումը տարածաշրջանում, որը կարծում եմ եւ մեզ համար եւ ադրբեջանական կողմի համար ենթադրում է դառնալ ավելի խոցելի գործիքակազմ նաեւ այս հարաբերություններում եւ վերադառնալ որոշակի ռիսկային սցենարների, հետեւաբար պետք է շատ լավ գիտակցել, որ Ադրբեջանը կարող է օգնել Հայաստանին միասին դուրս գալ այս իրավիճակից եւ կոմունիկացիաների հարցը նաեւ այս առումով նաեւ Հայաստանը կարող է զգալիորեն օգնել Ադրբեջանին, բայց եթե այդ օգնությունը չլինի, վատ է լինելու եւ մեզ համար եւ վատ է լինելու նաեւ իրենց համար։ Ցավոք սրտի այս կոնֆլիկտի ինքնությունը, որ ձևավորվել է մեր մոտ եւ իրենց մոտ նաեւ եւ այն համոզմունքը, որ հաճախակի լինում է այս դեպքերում, որ իրենք հասել են իրենց նպատակների եւ կարող են շտապել, ժամանակ ունեն, կարող է շատ ճակատագրական խաղ խաղալ նաեւ Ադրբեջանի դեմ եւ ես հուսով եմ, որ այս ամենը կգիտակցվի եւ իհարկե շատ ավելի արագ եւ շատ ավելի պրակտիկ ռեալիստական լուծումներ իրականացվեն։ Թրիպը դուք հասկանում եք, որ նույնիսկ ամենալավ սցենարով ինքը արդեն ենթադրում է, որ նախկին ժամկետները նաեւ դիտարկելով, որ 2-3 տարի պետք է շինարարությունը տևեր Մեղրի հատվածում, լավագույն դեպքում այս շինարարությունը սկսվում է այս տարվա վերջին մյուս տարվա սկզբին, ենթադրում է, որ կավարտվի 2030 թվականին եւ դրանից հետո նաեւ Նախիջևանյան հատվածի վերականգնման խնդիրներ լինելու, եթե արդեն իսկ չօգտագործվի օրինակ Թբիլիսի Նախիջևան այդ երկաթուղու ուղղությունը եւ աշխատանքները այդ ուղղությամբ տարվեն։ Եվ հետեւաբար մենք ուղղակի ժամանակ ենք կորցնելու եւ երբս 3 տարի ոչինչ չենք անելու պարզվում է։ Այդ 3 տարին կարող է ամեն ինչ փոխվել արտաքին աշխարհում նաեւ եւ կարծում եմ այս զարգացումները եւ Իրանում եւ Ռուսաստանի կողմից հնչեցվող հայտարարությունները կարող են օգնել հայ-ադրբեջանական կարգավորմանը, եթե կողմերը ճիշտ հասկանան եւ ճիշտ օգտագործեն այս հնարավորությունները։ Տեսեք, պարոն Մելիքսեթյան, դուք ասում եք, որ Բաքուն եւ Երևանը կարող են հասնել հաջողության միայն երկուսով աշխատելով իրար հետ եւ համագործակցելով, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը առաջ է քաշում միթես, որը շատ հեռու է այս ամենից եւ պահանջում է ՄԱԿ-ից ճանաչել ինչ որ 18 թվականին ինչ որ սպանությունները, որ հայերը սպանել են ադրբեջանցիներին, ես չգիտեմ ինչի մասն է խոսքը գնում, անկեղծ ասեմ ձեզ, որպես ցեղասպանություն։ Հասկանալի է, չէ, որ դա մարդու իրավունքների հենց անձնական առաջարկը չի, եւ ամեն ինչ գալիս է շատ ավելի վերևից։ Ինչու է դա արվում հիմա, որովհետեւ մի տեսակ ձեր նշած տրամաբանության հետ, որը ես կիսում եմ ամբողջությամբ, դա ընդհանուր ախորժ չունի եւ ուղիղ հակասում է դրան։ Դա գիտեք, էլի նշած այդ կոնֆլիկտային ինքնության եւ քաղաքական որոշումների կայացման գործընթացն է։ Դուք գիտեք, որ նույն ժամանակահատվածում հայկական կողմի առաջարկով ՄԱԿ-ում բանաձև էր ընդունվել ցեղասպանությունների կանխարգելման հետ կապված իմ հիշելով, եւ սա, չգիտեմ, Ադրբեջանի կողմից գուցե դիտարկվում է որպես ինչ-որ մրցակցային գործընթաց, այդ հայտարարությունը եղել է մարտի 31-ին, երբ որ 98 թվականից Ադրբեջանում, չգիտեմ, նշում են ադրբեջանցիների ցեղասպանության օրը կապված 1918 թվականի Բաքվի մարտյան ընդհարումների հետ, որ հիմնականում ինիցիացվել են բոլշևիկների կողմից եւ իհարկե սա
այն տրայեկտորիան է զարգացումների, որ մենք նախկինում ունեցել ենք եւ ես կարծում եմ դեռ ադրբեջանական իշխանությունները փորձում են պահպանել այս գործիքակազմը իրենց ձեռքում ու քանի որ սովորել են աշխատել այս գործիքակազմով ինչ որ քաղաքական դիվիդենդների հասնել ու այդ դրամաբանությունը դեռ աշխատունակ է դիտարկվում, պատրաստ չեն դրանից հրաժարվել, հա։ Ես իհարկե նաև վստահ չեմ, որ իրենք այնքան չեն հասկանում իրողությունները, որ իսկապես մտածում են, որ ինչ որ երկրներում կարող են ճանաչվել այս իրադարձությունները որպես ցեղասպանություն, բայց ամեն դեպքում այս հին, այսպես ասած, գործիքները շարունակվում են օգտագործվել, եւ նաեւ կարող ենք դրական փոփոխություններ տեսնել, կարող ենք տեսնել, որ շատ վաղուց այնպիսի կոշտ հայտարարություններ, որ մենք լսում ենք անցած տարի, դրանից առավել եւս մի տարի առաջ, դրանից մի տարի առաջ, այլևս կամ շատ հազվադեպ ենք տեսնում, կամ գրեթե չենք տեսնում, կա այդ առևտրատնտեսական ինչ-որ զարգացումները, թեև դեռ միակողմանի։ Այսինքն այդ process-ի ոչ միանշանակ եւ բարդ կողմերը մնում են, բայց կարծում եմ, որ մենք գնում ենք այնուամենայնիվ դեսկալացիայի ուղղությամբ, գնում ենք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, թեև տեմպերը եւ արագությունը ինձ համար բավարար չեն եւ ես կարծում եմ, որ շատ կարելի է ամեն ինչ ավելի արագ անել ու կարելի է ամեն ինչ ի օգուտ երկու երկրների շատ ավելի մեծ օգուտ բերել այս գործընթացից ու եթե մենք հապաղենք նաեւ կարող է այդ ռիսկային սցենարները շատ ազդեցություն ունենան այս գործընթացի վրա, հա, մեզանից անկախ այն գործընթացները, որոնց մի մասը նաեւ Ռուսաստանի Դաշնությունը Իդեպ ես որոշակի ցուցիչներ եմ տեսնում նաև սահմանազատման գործընթացում, կարծես թե ինչ որ բան է կատարվում, դուք տեսնում եք ինչ որ առաջընթաց փոփոխություններ կան, Տավուշի մարզում մասնավորապես։ Առաջին ոնց որ հանդիպումը չեղավ երկու հանձնաժողովների, որ նախատեսված էր, կարծում եմ այս Իրանի կոնֆլիկտը իհարկե նաև ավելացրեց որոշակի անորոշություն հետաձգեց այս գործընթացը Ադրբեջանում մի բան նաև Նախիջևանի հարվածներից հետո շատ լարված էր իրավիճակը, բայց մենք կարող ենք հիշել մի քանի դրվագներ, դրանցից մեկը երկու հանձնաժողովների կամ աշխատակազմերի հանդիպում էր նաև Վարդենի Սոտք Քելբաջար հատվածում, հանքերի հատվածում հատկապես, որ մի քանի ամիս առաջ այդ հայտարարությունը եղավ։ Հայտարարությունը իհարկե նախկին շրջանի դրամաբանությունը կարգավորել գործընթացը Տավուշից, կարծում եմ նաև ընտրությունը այս արդեն որ մենք գրեթե հասել ենք նախընտրական փուլ, շատ քիչ հավանականություն են թողնում, որ կտրուկ կամ ինչ որ խոշոր արդյունքներ մենք այս գործընթացում կունենանք, բայց այն որ իհարկե պետք է արդեն ինչ-որ քայլ անել եւ որ արդեն 1.5 տարի այս գործընթացը կանգնած է, սա նույնպես բացասական է իմ կարծիքով եւ շատ կարեւոր է արձարականքել ինչ-որ արդյունքներ, հատկապես կոմունիկացիաների օրինակ հատվածներում, նույն երաստադրավ, Իջևան Ղազախ, Պրիպի հատվածներում, Սյունիքում այն հատվածներում, որտեղ կարող են այլ ենթակառուցվածքներ կառուցվել, ասենք գազատար, էլեկտրական ինչ-որ ենթակառուցվածքներ եւ այլն, որոնք չեն անցնելու Արաքսի հովտով, ինչպես մենք հիշում ենք դեռ արդեն անցած տարվա հայտարարություններից, պետք է սա ամենը անել, իհարկե մինչև ընտրությունները ես բավական հորոտես եմ, որ մենք զարգացումներ կունենանք այս գործընթացում, բայց եթե լինի, շատ դրական նույնպես կլինի։ Շնորհակալություն, պարոն Մելիքսեթյան։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ։ Մենք տեսակապով զրուցեցինք հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի հետ, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։